Բարև ձեզ հարգելի ընկերներ, բարև հարգելի հանրություն, այսօրվա ուղիղ եթերս պետքա մի քիչ ամենօրյա ուղիղ եթերներիցս տարբերվի, տեղափոխվենք սպիտակ, առավոտյան այսպիսի միջադեպ է տեղի ունեցել, ուրեմն գամփր բուծողները գելխեղների գոտեմարտեր են կազմակերպել, ըստ երևույթին, ես տեսանյութերից եմ այս ամեն ինչի մասին իմանում, թեև կարամ զանգերով մանրամասը ճշտեմ ինչա կատարվել, բայց տեսանյութերից ինչ տեսա, այսքան էլ բավական է հասկանալու համար, ուրեմն կենդանիների պաշտպանները, կենդանիների իրավունքների պաշտպանները գնում են գոտեմարտի տեղ եւ այնտեղ միջադեպ ալնում, հիմնականում բանավոր բախում, չնայած տեսանյութից ով որ նկարում ասում է ինձի կպավ, տոլի հրեց, մի խոսքով, միջադեպ ա եղել, մի խումբ մարդիկ, ովքեր գամփր են բուծում, գոտեմարտ են կազմակերպել, մի խումբ մարդիկ, նույն հանրության անդամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր պաշտպանում են կենդանիների իրավունքները, հոգ են տանում կենդանիների համար, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ են պայքարում, այս մարդիկ հանդիպել են իրար։ Գոտեմարտի կազմակերպիչների կարծիքով իրենք անում են այն, ինչ իրենց անելիքն է, իրենց իրավունքն է, կենդանիների պաշտպանների կարծիքով դա դաժան վերաբերմունք է կենդանիների նկատմամբ։ Ես հիմա կփորձեմ այս հարցը մի քիչ պարզաբանել եւ նախապես ասեմ, եւ այս միջադեպը մեկնաբանել, եւ նախապես ասեմ, որ այս խոսքում ես չեմ ներկայացնում որևիցե կուսակցություն, որևիցե քաղաքական ուժ, սա նախընտրական այս քարոզչության հետ որևիցե կապ չունի։ Ես ինքս գամփր եմ պահում, ժամանակին գամփր եմ բուծել, տևական ժամանակ տեստային մրցումներին կամ տեստային քննություններին կամ գոտեմարտին մասնակցելու շուն որպես այդպեսին չունեմ, իմ շունը, իմ գամփրը շատ լուրջ գելխեղճ շուն է, գամփրը շատ լուրջ, եւ շատ ուրեմն գամփր բուծողներ ինչ ճանաչում են իմ շնով, իմ շանը ճանաչում են ինձնով։ Ես այս ամեն ինչի մեջ ավելի տեղեկացված եմ եւ ավելի տեղեկացված են երկու կողմին էլ, այսպես այս դեպքում վեճի երկու կողմին էլ շատ լավ հասկանալով։ Ես գիտեմ, որ այս երկու կողմերը իրար հասկանալու խնդիր ունեն, բայց երկու կողմին էլ ես շատ լավ հասկանում եմ, նրանց էմոցիաներն էլ, նրանց փաստարկներն էլ եւ այլն։ Հիմա կփորձեմ ներկայացնել ու ներկայացնում եմ ինքս ինձ։ Որևիցե մի կուսակցության ես հիմա չեմ ներկայացնում։ Ես ներկայացնում եմ բացառապես ինքս ինձ։ Խնդրում եմ, այս նյութը, այս իմ զրույցը քաղաքական, ներքաղաքական պայքարին չվերագրել, սա ոլորտային քաղաքականությանն է վերաբերում, այսինքն կա մի ոլորտ, մեր մեծ քաղաքականության մեջ այս ոլորտային քաղաքականությունը վերաբերվում է, եւ սա ավելի շատ հասարակական հարց է, եթե այդպես վերցնենք, քան թե մեծ քաղաքական, թեև որպես падգամավորի տեխնացու, եթե ես ներկայանամ որպես падգամավորի տեխնացու, ես այս հարցը կարգավորելու շատ ավելի գործուն մեխանիզմներ կառաջարկեի, որը ուղիղ եթերից վերջում կլսեք։ Մի խոսքով պատկերացրիք, չէ, իմ դիրքավորում, ուզում հանգարց մեկին չվերագրեք, ինչ որ մի ուժի օգտին կամ ի վնաս մեկի չքննարկեք սա։ Ուրեմն առաջի հարցը որ պետք է այստեղ տրվի, այս ինչա կատարվում։ Ժողովուրդը բանից անտեղյակ, շատ հաճախ գնահատականներ է տալիս, որոնք ուղղակի տեղյակ չի դրա համար։ Մի մասը ավելորդ կրքեր են բորբոքվում, ու էլի խնդրեմը կրթության եւ գիտելիքի պակասն է։ Բոլոր շերտերի մոտ, բոլոր կողմերի մոտ։ Ուրեմն գամփրը գելխեղտը դա գելխեղտ է, իր անունը արդեն հուշում է, թե ինքը ինչ է անում այդ շունը։ Գելխեղտը, ցեղատեսակն այդպիսին է։ Տներում պահապանա որպես հանդես գալիս, այսինքն էլի պետքա լինի իր տարածքի նկատմամբ սեփականության մեծ ուրեմն զգացումով, օտարի նկատմամբ պետքա լինի ագրեսիվ, բնականաբար, եթե նա պահապան շուն է, եթե նա
հազարավոր, 100,000-ավոր դոլարների ապրանք է տիրություն անում։ Ոչխարների հետ աշխատող, հովիվների մոտ աշխատող, նա պետք է լինի թե գայլերի նկատմամբ, թե էլի գողո ավազակների նկատմամբ զգոն եւ ագրեսիվ, հա։ Բայց եւ այնպես ունի նաեւ շատ փափուկ խասյատ բնավորություն, եթե ուրիշ ձև ես մեծացնում կամ եթե բնավորությամբ այլ է լինում, որովհետեւ ասենք 5 ձագի միջից նույն փորից ծնված մեկը կարա լինի շատ համարձակ, մեկը կարա լինի շատ վախկոտ, այդպես չի որ, ասենք, ավտոմեքենա է արտադրվում, ասենք, գործարանում։ Տվել ես պարամետրերը, քո ուզածով ավտոմեքենա է արտադրվելու, ոչ։ Գամփրը, որ ծնվում է, ամեն տեսակի, ամեն բնավորության տեղ է լինում, ավելին ասեմ, հիմնականում հանգիստ, հաշտ, երբեմն վախկոտ ձագեր են դուրս գալիս։ Եվ այս ամեն ինչի մեջ սարերում, չոլերում սելեկցիան բնական է գնում կռիվների մեջ, իրանք իրար մեջ կռվելով, գայլերի հետ կռվելով, այլ հոտերի շների հետ որոշակի բախումներ ունենալով, սելեկցիա է գնում բնական ճանապարհով։ Բուծողների մոտ խնդիր կա սելեկցիա իրականացնելու։ Սա հնուց եկած փաստարկ է, որը անկեղծ լինեմ, երբեմն չարաշահվում է։ Այս սելեկցիայի համար իրականացվող տեստերը երբեմն իրոք չարաշահվում է, երբեմն կազմակերպվում է, ոչ այնպես ինչպես հարկն է։ Սակայն երբեմն սա արվում է շատ փնթի եւ անգրագետ ձևով, որովհետեւ տեսած կլինեք գյուղերում սենց բերում են փողոցում երկու հոգի գալի հավաքվում են իր այդ կամ գյուղերում չգիտեմ չոլերում բերում են ինչ որ մի հատ առանց հասկանալու այդ տեստի բնույթը չհասկանալով, շան բնույթը չհասկանալով, այնքան որ շուն ունեն բերում են իրար վրա են թողնում։ Սենց բաներ էլ ա լինում եւ ես օրինակ տեսանյութերով որ նայում եմ հիմնականում սենց բաներ ա լինում։ Էսի գիտեք ինչի նման է, հազար ներողություն համեմատության համար։ Երբեմն մարդիկ կան, որոնք ինչ որ մի աշխարհից են, փակ աշխարհից, իրենց այդ աշխարհում գիտեն ինչեր է կատարում, եկեք կինոներում մեկնաբանում են, կինոներում ոնց են ներկայացնում այդ փակ աշխարհի նիստուկած։ Եվ որոշակի այդ աշխարհի ներկայացուցիչներ որպես էքսպերտ ասում են, որ ահագին բան կինոյում չափազանցված է կամ սխալ է ներկայացում եւ այլ եւ այլ։ Նույնը վերաբերվում է գելխեղտների գոտեմարտերին, որը մեր երկրում առանձին ճանաչված չի որպես երևույթ։ Հնուց գալիս է այդ բանը, ժողովուրդ, շատ հնուց, ես հիմա մանրամասը չեմ ուզում մարտերի մասին կամ գոտեմարտերի մասին խոսեմ։ Հնուց դա գալիս է եւ մեր տարածաշրջանում, դա ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Ադրբեջանում, Հյուսիսային Կովկասի երկրներում, միջինասիական երկրներում, հետո կամաց այդ ամեն ինչը այդ մշակույթը կամ ենթամշակույթը տարածվել է Ուկրաինա, տարածվել է Ռուսաստանի տարբեր մարզեր ու ամենուր գելխեղտների գոտեմարտերը կազմակերպվում են։ Բայց սրան զուգահեռ կա մի հատ ուրիշ իրականություն, արևմտյան իրականությունը, որը վերաբերվում է շնամարտերին։ Արևմտյան իրականությունում բացատրեմ ինչա ու զուգահեռներ տանեմ, թե մեզ մոտ ինչա։ Որտեղից է գալի այդ դաժան վերաբերմունքի մասին պատկերացումը։ Ուրեմն հատուկ բուծել են կենդանիներ, որոնք լավ են կռվում եւ այդ կռիվներում արևմտյան որոշակի օրենքներ կան։ Օրինակ ասեմ, շունը նախ պիտբուլ բան տեսել եք, դրանք մանր չափի շներ են, գելխեղտի պես խոշոր չեն։ Ինչու՞։ Որովհետև պետք է ճարպիկ լինի, արագ լինի, երկար դիմանա։ Գելխեղտը իր ծանր քաշից ելնելով երկար գոտեմարտելու ունակ չի կարա այնքան երկար գոտեմարտի, ինչքան գոտեմարտի մանր թեթև շունը։ Ահա դրա համար իրական մարտական շները շնամարտերի համար, ոչ գելխեղտները, դրանք բուծվել են այսի սենց ասեմ մանր։ Երկրորդ, նրանց մոտ իհարկե ցավի զգացողությունը շան մոտ եւ մարդու մոտ տարբեր է։ Ավելին գոտեմարտի մեջ այդ ցավի զգացողության շեմը լրիվ փոխվում է։ Այսինքն նա ուրիշ ձև է ցավ անցալում։ Չեմ ուզում մեղմացնեմ, բայց ասեմ որ ուրիշ է։ Նույնը սպորտսմենի մոտ
կամ կռիվը ովքեր կռվի մեջ եղել են, գիտեն կռվի մեջ ցավի զգացողություն ուրիշ ձև է։ Իսկ խփելը մի տեղ նստած այդտեղը քեզ օրինակ ապտակեն, մի ձևի դες ցավը զգում, արդեն լարված այդ ադրենալինը բարձրացած վիճակում ուրիշ ձև է այդ ցավը զգում։ Այս եվրոպական, արևմտյան, ամերիկյան, անգլիական բայցովի շները նրանց կռիվները հետևյալն է։ Շներին բերում են այդ տարածք, որը կոչվում է պիտ, այսինքն հենց այդ տարածքն է, որտեղ շներին բերում են, եւ պետքա շունը պատրաստ լինի գնա դիմացինի վրա։ Այնքան են բերում, բաժանում, կռվացնում, մինչև մեկը հրաժարվի մտնի մարտի մեջ, գոտե մարտի մեջ, կռվի մեջ մտնելու հրաժարվի։ Ով հրաժարվեց, նա պարտված է։ Այդ ընթացքում իրար կմորթեն, կհերձեն, ինչ ուզում անեն, մենակ թե պիտբուլի մասին է վերաբերվում, մենակ թե շունը գնա առաջ, այսինքն կատարյալ դուխ են սելեկցիա անում շան մեջ, կատարյալ դուխ։ Ես տեսանյութերով եմ տեսել, ներողություն ովքեր սրտից թույլ են կամ անչափահասներ բան կան, մի նայեք, բան եմ պատմելու հիմա, որը շատ դաժան է։ Ես տեսանյութ եմ տեսել պիտբուլների կռիվներից։ Ուրեմն այստեղից երկու ոտերը կոտրած, շունը որ կանգնում է ոսկորների վրա է կանգնում։ Ու էլի առաջ է գնում շունը։ Պատկերացնում եք։ Էլի առաջ է գնում, էլի գնում է որ կռվի։ Սա ուրիշ կռիվներ են եւ ուրիշ օրենքներով։ Այս շնամարտը սա է։ Ինչ էլ անեն իրար, կարևորը շունը շարունակում է գնալ թե չէ։ Եթե այդքանից հետո շունը շարունակում է գնալ, այսինքն նա կատարյալ ապարատ է դարել դուխի համարձակության։ Մի այդպիսի պատմություն կար, ասում եմ մի ցեղատեսակ են սելեկցիա արել, որ կատարյալ կռվարար լինեն ու ստացել են։ Այս մի քիչ չափազանցված է, բայց այս պատմությունը բան արեք։ Ասում եմ մի տես ցեղատեսակ են ստեղծել, որ կատարյալ, բայց այդ ցեղատեսակը չի բազմացել։ Ինչու՞։ Ասում եկին որցին, որ բերել են իրար հետ, որ զույգվել, կռվել են։ Էքը այնքան ագրեսիվ է, նույնիսկ սեռական բնազդից ավելի մեծ բնազդ է իր մոտ կռիվ անելը, օտարշան նկատմամբ ագրեսիան։ Արդյունքում էս չի եղել բազմացնել, հնարավոր էր բազմացնել, եթե բան անենք, տեխնիկապես արհեստական բեղմնավորում հնարավոր էր, բայց ասում է, այդպեսի տենց կիսա ճշմարիտ, բայց տրամաբանությունը ուզում եմ ներկայացնել։ Այսինքն երբ որ շատ ագրեսիան մեծացնում է շան մեջ, օտարի նկատմամբ, դուխ ամեն ինչից վեր ինքը կռիվի է պատրաստ։ Եթե տենց ես անում, նույնիսկ արդեն եկու որց իրար հետ չեն կարողանում խաղաղ զույգվել։ Հաստեղից գալիս է շնամարտերը եւ շնամարտերը արևմտյան, դա փողով է, դա գրազ է, այսինքն դու հենց այնպես չես կարող քո կենթանուն վերցնել, գնալ, մտնել, ասես եկեք փորձենք, դա գրազ է։ Դա անպայման փող է դրվում եւ վերջում կա հաղթող եւ կրող եւ կա պարտվող։ Այս ինչ ասում եմ, մեր մոտ sense բաներ չկա։ Բայց ուզում եմ ներկայացնել, որ պատկերացնեք, թե ինչ են փաթաթում, ինչպես են ընկալում եւ ինչ են փաթաթում արդեն մեր տարածաշրջանի վրա։ Երկրորդ դա գրազը։ Օրինակ սուդիեյստվոն, մրցավարությունը, այնտեղ հետաքրքիր է ընթանում, այսինքն կան տարբեր մարդիկ, որոնք սուդյաներ են, եւ տերերը համաձայնվում են, որ այդ մեկը լինի իրանց սուդյա, եւ այդ մեկը ընտրում են։ 3 անգամ հաղթող շունը արդեն չեմպիոն է ճանաչվում։ Եթե 3 բոյ անընդմեջ հաղթել է նա չեմպիոն է ճանաչվում։ Ու լրիվ ուրիշ մշակույթ է եւ լրիվ ուրիշ կարգ ու կանոն է։ Ահա սրա դեմ, հա, ու ինչն է հետաքրքիր։ Ֆերմաներ, էլ ինչ ասում եմ, ես տեսանյութով եմ տեսել, ֆերմաներն եմ տեսել այդ պիտբուլների։ Ժողովուրդ, ճագար ոնց են պահում։ Այդ ճագար պահելու նման էսենց համատարած բաներ են։ Բներ են։ Ճագար պահ, ոնց որ ճագար են բուծում, այդտենց այդ շներին են բուծում։ Մի խոսքով, սա մի հատ ուրիշ երևույթ է։ Մի հատ ուրիշ երևույթի մասին էլ ասեմ, արդեն քաղաքակիրթ աշխարհի, այսպես ասած, լուսավոր կամ բացահայտ կողմերից, որը շատ կարևոր է ուշադիր։
Մինչև կգանք մեր տարածաշրջան։ Խոսքը վերաբերում է Ճապոնիայի Տոսա Ինուին։ Ճապոնական Տոսա Ինու շունը, ես հիմա ձեզ համար մի հատ փնտրեմ Տոսա։ Կամ ճապոնական մաստիվ, այդպես է կոչվում, ցույց տամ այդ շունը, մի հատ նայեք, ահա, սա Տոսա Ինուն է, բավականին խոշոր շուն է, գրեթե մեր գամփրի չափ, մի քանի բան եթե հետաքրքիր է Տոսա Ինուից, ահա, խնդրեմ, բավականին խոշոր հետաքրքիր շուն է, ուրեմն Տոսա Ինուն Տոսա Ինուն ի սկզբանե Ճապոնիայում եղել է բանը, հետո ցիծականջներով պարոտ, հետո տարբեր ցեղատեսակների հետ զույգելով մի խոսքով եկել դարել է սա, այսպես ավելի շատ բանը, անգլիական դիմագծերով կամ չգիտեմ արևմտյան դիմագծերով շուն է դարել, ուրեմն հիմա Տոսա Ինուի մարտերը, գոտե մարտերը, այնպես ինչպես մեր մոտ են անցկացվում, Ճապոնիայում համարվում են ազգային մշակույթի մաս։ Եվ ամենևին, թեև իրանց ռինգն էլ պիտի նման է, ոնց որ, այսինքն շատ բան են վերցրել ըստ էության անգլիացիներից, այսպես ասած։ Էսի պիտն է, նայեք։ Էսի արդեն չեմպիոն շուն է, ուր է։ Լավ չի երևում։ Ու իրանք ինչ են ասում, ճապոնացիները, սրա ես ժամանակին էսի պիտն է, էլ ուրիշ բաներ ցույց չտամ, բան կանի։ Ճապոնացիները ինչ են ասում են սա շների սյումո է, սյումո, իրանք գոտեմարտը գիտեք, մեր մոտ էլ ըստ էության ըմբշամարտ է, բայց հեսա կանդրադառնամ դրան։ Ու իրանք այս մշակույթը պահում են, չեմպիոններին ոնց որ սյումոյի չեմպիոններին, հիմնական իրանց մոտ ինչն է, կպնում են շները, ով ում կպարկացնի։ Ով ում կպարկացնի, ով ում 30 վայրկյան կպահի իր տակ։ Արուն եղավ բաժանում են։ Լուրջ վնասվածք եղավ բաժանում են։ Ես փորձել եմ տեսանյութեր ման գալ, ու գրեթե չեմ տեսել։ Գրեթե տեսանյութեր չեմ տեսել, նկարներով բան տեսել եմ թե ոնց են։ Այսինքն գիտեք ոնց, բոյից հետո տեսել եմ շան վիճակը։ Սիստեմային միացնում բան են անում։ Ըստ դրա հասկանում եմ ես ընդ ինչ է գնում։ Ընդեղ ավելի մեղմ չի կան մեր մոտ, այդպես ասեմ։ Բայց սա ազգային մշակույթ է, ու իրանք սա օրինական պաշտպանել են։ Իհարկե նույն կերպ կենդանիների իրավունքների պաշտպանները պայքարում են դրա դեմ, բողոքում են եւ այլ եւ այլ։ Ինչպես ցլամարտերի դեմ են բողոքում Իսպանիայում, բայց ցլամարտերը որպես ազգային մշակույթ իրանք սահմանադրական դատարանը մի քանի անգամ ասել է, չեք կարա փոխեք, որոշ տեղեր արգելված են, որոշ տեղեր շարունակվում են։ Նույնը Տոսա Ինուի հարցը դրած է որպես ազգային մշակույթ։ Տարբերությունն ինչու՞մ է, ցլամարտի վերջում կա մորթվող, այսպես ասած, կենդանի, այստեղ չկա։ Հակառակը բժիշկներով բանով աջակցում են, վերքերն են լավացնում եւ այլ եւ այլ։ Ու Տոսա Ինուն իր մարմնակառուցվածքով ավելի պակաս մարտերի համար պիտանիա իր բուրսը այտենց հաշ չի, էական չի, բարակ մազա, կարճ մազա եւ այլ, քան թե մեր գամփրերը։ Հիմա վերադառնամ մեր գամփրերին։ Ասեցի, ամբողջ Կովկասում, մեր տարածաշրջանում եւ Կովկասից էլ են կողմ, այս ամեն ինչը կա։ Ու հիմա էլ կա։ Այտենց նույնիսկ Վրաստանում, որ այտենց ահագին, ամենուր կա, ուղղակի ոնց է։ Եվրամիությունը բանը գրանտներ է տվել, ասել է արգելեք էտի, բայց Եվրամիությունը սրան որպես ինչ գիտի, ամեղության կանխավարկածով եմ գալ, գիտի ոնց որ իրանց մոտի պիտերն են եւ իրանց մոտի կռիվներ են, բայց սա ուրիշ բան է։ Ինչ որ է, գրանտեր է տվել, ասել օրենքներ հանեք արգելող, ու գրեթե բոլոր երկրները օրենքներ են հանել արգելող, գրեթե բոլոր երկրները, այդ թվում մեր տարածաշրջան, Ռուսաստան բան։ Բայց բոլոր երկրներն էլ թույլ են տալի այդ ամեն ինչը, ասում են մենակ աշկից հեռու, գնացեք այնտեղ արեք, մենք չտենանք։ Այսինքն համ իրանց իշխանությունները, եվրոպացիներին են այսպես ասած բավարարել, համ կենդանապաշտպաններին են այսպես կամ կենդանիների իրավունքների պաշտպաններին բավարարել, համ էլ դե ֆակտո թույլ են տալիս, ասում են գնացեք արեք, բայց շնորհքի մեջ էլի։ Ու այս հարցը մնում է սենց չկարգավորված։
Հայաստանում երբ որ օրենքը հանում էին շնամարտերի դեմ, ուստի պետք է հասկանալ, հա, մի հատ միջև Հայաստանում ասեմ մենք ոնց ենք անում։ Մեզ մոտ ոնց անում, ես տևական ժամանակ ես ամեն ինչի մեջ չկամ, հա, բայց շատ լավ գիտեմ, ներսից գիտեմ ես ամեն ինչը ոնց անում։ Ուրեմն շունը գալիս է, ասում եմ շնորհքով արվելիքը, այնի շնորհքով է։ Նախ գամփրը այդ պիտի նման չի կարա, միջև վերջ գնա։ Ինչի՞։ Որովհետև գամփրը սոցիալական կենդանի է, իր մոտ սոցիալիզացիան բավականին բարձր է, ինքը ոհմակային կենդանի է, իր բնազդները ոհմակային են։ Ինքը երբ որ գոտեմարտում է, ինքը չի գոտեմարտում, որ դիմացինին վնաս տա կամ խեղդի։ Ինքը գոտեմարտում է իր գերիշխանությունը, գերակայությունը հաստատելու համար, իր առավելությունը ցույց տալու համար։ Հենց որ դիմացի շունը ընդունեց առավելությունը, գամփրը կանգնում է։ Հազվադեպ շներ կան, որոնք շարունակում են, երբ որ դիմացինը ընդունել է առավելությունը։ Շատ հազվադեպ։ Ավելին, ես այդ շներ իմացել եմ, բայց այդ շներին, ասում դրանք հաստատ մեջը ուրիշ բանի արուն է եղել։ Ուրիշ բանի արունել, գամփրը այտենց չի կպնի անverջ անընդհատ։ Գամփրը իր դիրքավորումը ցույց տվեց, դիմացինը ընդունեց, առավելությունը վերջ, այլևս կռիվ չի անում, չի շարունակում։ Ինչու՞։ Որովհետև բնազդը այսպիսին է, սա իր մրցակիցն է ներսում, բայց գայլի դեմ իրանք դաշնակիցներ են։ Գայլի դեմ իրանք մարտական ընկերներ են։ Եվ եթե հիմա իրանք ներքին պայքարում իրանք իրար վնասեն այն աստիճան, որ մեկը դառնա հաշմանդամ, ապա գիշերը, երբ որ ոհմակը եկավ, այդ ոհմակը միայնակ մնացած այդ ուժեղ հաղթողին կհոշոտի, կվերացնի։ Այսինքն բոլոր այն գամփրները, որոնք մինչև վերջ վնասել են կամ նեղացրել են, վիրավորել են իրանց մրցակցին, գիշերը մնացել են։ Մենակ ոհմակն եկել է, գայլն եկել է, նրանց հարցերը լուծել է։ Եվ արդյունքում մնացել են միայն սելեկցիայի բնական բնության մեջ սարերում մնացել են այն գամփրները, որոնք հանդուրժող են եւ իրենց հաղթանակը զգալով կանգ են առնում։ Ինչպես Ճապոնիայում դա սումո սպորտաձևին են նմանացրել ճապոնացիները, մեր մոտ էլ դա կող, գյուլաշ, ըմբշամարտ, այ դրան է նման։ Ավելին, ես այդպիսի հաղորդում ունեմ, որտեղ ցույց եմ տալի, որ կող պարը դա շների գոտեմարտից եկած պար է։ Այսինքն եթե Յարխուշտա պարը դա խոյամարտից եկած պար է, ապա բանը կողը իդեպ Յարխուշտան դա միայն պար չի, այսինքն մենք հիմա պար է, բայց նաև մրցում է դա։ Յարխուշտան դա խոյամարտից վերցված պար մրցում է։ Վերջում հաղթողներ են եղել։ Մենք հիմա մնացել է մենակ պարը, չգիտենք այդ մրցումի հաղթող պարտվող հատվածը։ Նույն կերպ կողը սկզբում պար է եղել, պարելով սկսել, հետո անցել է գոտեմարտի եւ էլի եղել են հաղթողներ, պարտվողներ։ Հիմա գյուլաշը դա այդ կող պարի մնացած մրցում հատվածն է։ Յարխուշտան այդ նույն բանի մնացած պար հատվածն է, հա? Ամեն մեկը զրկվել է իր այն մեկը շարունակությունից, այն մեկը իր սկզբից։ Եվ դա գոտեմարտը, կողը, գյուլաշը, ըմբշամարտը։ Եվ այդ գոտեմարտը դա շների եւ կողը, գյուլաշը, շների գոտեմարտից վերցված հնարք է։ Նույն ձև, ուղղակի ձեռների փոխարեն բերանով է աշխատում շունը։ Բերանով է աշխատում, պարկացնում է, դիրքանում է, հիմնականում տակի շունը, կամ վերակենում նորից, բայց ես նույնիսկ այդպիսի ստատիստիկա էի արել, որ 3 անգամ մեջքը գետնով կպած շունը 3 անգամ 90% դեպքերում պարտվում է վերջում։ 90% դեպքերում։ Մի խոսքով սա ուրիշ բան է հիմա, այս ինչ որ ես ասում եմ, իմ պատկերացումներն եմ ներկայացնում, իրականում էսպես է։ Պարտվածը համարում են շուն, ով հաչած։ Պատկերացրեք, գոտեմարտում են 2 շուն, եթե մի շունը հաչած, նա պարտված է։ Ընդհանրապես, այս տեստերին իմ հետաքրքրությունը սկսել է այդ կետից։ Ես շուն sense տնից սիրում էի, գամփը այսպես տնից սիրում էի, նույնիսկ արդեն ունեի, եւ մի անգամ մի զրույցի ժամանակ լսեցի այսպես, մեկը մեկին ասում, ընկերոջ ասում, ովքեր էս գամփրների բուծմամբ են զբաղվում, ընկերոջը ասում է, լսի ասում է, մի հաչոցը պարտություն է, ըստ կանոնների 3 հաչոցն է պարտություն, հավ,
Կամ հավ, անցավ որոշ ժամանակ հավ, անցավ որոշ ժամանակ հավ, դա արդեն պարտություն։ Ասում եմ մի հաչոցը պարտություն, հա, թե 3 հաչոց պետք է լինի։ Ընկերն ասեց մի հաչոցն էլ ինձ համար հերիք է, որ ես համարեմ պարտություն։ Ես հիմա մանրամասների մեջ չեմ խորանում, ու այդ ժամանակ ես ասում եմ, լսի, բա շունը չհաչա, բա ինչ անի։ Ասեց ոնց։ Գոտեմարտի ժամանակ չի կարա շունը հաչում, չի հաչում։ Ասում ոչ չի հաչում, ասում ոչ չի հաչում։ Որևիցե ագրեսիայի նշան, եթե տվեց, նա պարտված է։ Դա մեկը հաչոցն է։ Մեկը օրինակ ատամներով ցույց տան, այսպես քիթը քշտեն, արեց։ Դա արդեն նահանջի նշան է։ Արեց մի անգամ, վերջ պարտված է։ Շունը պատկերացնում է գոտեմարտի մեջ, եթե մի հատ ագրեսիայի նշան ցույց տվեց, դա մեր գելխերտների խասյաթն է։ Նրանք այդպես են գոտեմարտը։ Եթե մի հատ ագրեսիայի նշան տվեց, նա պարտված է։ Նույն կերպ, եթե նա հանձնվելու նշան տվեց, օրինակ վնգստած, ծված, մի հատ այդ այնց արեց, այսինքն ցավը զգաց, պարտված է։ Գոտեմարտը կանգնացվում է մրցավարների կողմից։ Այսինքն այն ինչ դուք լսել եք, որ դա դաժան վերաբերում է, մի հատ փորձեք հասկանալ նաև շանը։ Փորձեք հասկանալ այդ շունը ինչ անում, ոնց անում։ Էդի պիտբուլի կռիվ չի։ Էդ ուրիշ բան է։ Թեև ասեմ, հիմա ես ներկայացնում եմ իդեալական տարբերակ։ Այս իդեալական տարբերակից լինում են շեղումներ։ Անպայման լինում են շեղումներ։ Դա մի հատ ուրիշ մեծ հարց է։ Գոտեմարտի մեջ շանը դուխը մեծացնելու համար լինում են խաչասերումներ այլ պարոդներից, որպեսզի դուխը գնալով ավելի ու ավելի մեծանա։ Սենց բաներ կա, այսպես չի որ սենց պուպուշ իդեալական մի հատ մթնոլորտ է։ Այսինքն այն կենդանիների իրավունքների պաշտպանների կողմն էլ ասեմ, էլի, նրանք զգում են մի բան ընդեղ են չի, բայց չգիտեն ամբողջ ծավալով, այդ ինչ, կոնկրետ ինչ է ինչ, նրանք ասում են մեզ հետաքրքիր էլ չի, այդ պետք է չլինի։ Լավ, դա ձեր կարծիքն է, դա ձեր պահանջն է։ Այս մյուս կողմն ասում, ախպեր ես չոբան մարդ եմ, ես շուն ունեմ, ամբողջ Շիրակը, դա ոնց որ ասած Հայաստանի ամենագամփրասեր տերիտորիան է, Շիրակը, Թալինը, Արագածոտնը, այդ հատվածը ամենագամփրասեր հատվածն է, ամենաշատ գամփր ընդեղ է, երևի թե միշտ ընդեղ է եղել, չնայած կոլխոզի ժամանակ ամենուր կային, բայց շիրակցիների պես որևիցե մեկը բան չի արել, գամփրին չի մեծար է, համատարած։ Ավելին, երբ որ կոլխոզները քանդվել է, ոչխարել չկա, անասնապահություն չկա, էլի համատարած շներին պահում են։ Նրանք նույնիսկ ովքեր անասուն չունեն, էլի շներին պահում են։ Մի քանի շուն հայաթում կտեսնես։ Հետո արդեն մնացած շրջաններն են եւ ցավոք սրտի ամենակիչ շներով զբաղվող Սյունիքն է։ Երևի Սյունիքն է, հա։ Ամենակիչ։ Կներեք, միգուցե ոմանք ինձ հետ համաձայն չլինեն այս դիտարկում, Արցախն էր բավականին հավես չունեին շների հետ։ Կարող է մի քիչ բանը ձեր դուրը չգա, ինչ ասեմ, ժողովուրդ ջան, բայց այսպես է։ Իմ ընկալումները, իմ տեսածն եմ ասում։ Ահա հիմա այս տեսակ գոտեմարտ է ու այս կանոններով։ Սա ուրիշ բան է։ Եվ օրենքները, երբ որ հանեցին, Նաիրա Զորաբյանը ազգային ժողովի ամբիոնից, ինքը օրենքի հեղինակներ, առաջին հետո էլի օրենքները վերանայել են եւ այլն, Նաիրա Զորաբյանը հայտարարեց, որ այս արգելքը չի վերաբերվում գելխերտներին։ Հայտարարեց օրենքի հեղինակը ազգային ժողովում երկրորդ ընթերցումներ, եթե չեմ սխալվում, ասեց սա չի վերաբերվում գելխերտներին։ Հետո այդ օրենքը վերանայվել եւ վերանայվել է։ Հիմա ամենակարևորը, որ ուզում եմ ասել, գամփր բուծողներին, նրանք ովքեր տեստեր են անցկացնում, ոչ թե նրանք ովքեր կան հայկական գամփր բուծում եւ վաճառում են, նրանք միայն նայում են արտաքին տեսքի, հալալ լինի իրենց արած գործը, ավելին նրանք էականորեն մաքուր են պահում ցեղատեսակը, թեև մուխլյոժանում է, նրանց մոտ էլ ամեն ինչ իդեալական չի, մուխլյոժ էլ կա, որ հայկական գամփր, զտարյուն հայկական գամփր, այս մի հատ մեծ թեմա է ընդհանրապես այս հասկացությունը ճիշտ ասեմ ձևակերպել թե չէ, եթե հետաքրքիր է երկու բառով ասեմ, Էրզրումից ախալքալակցիները
Էրզրումից շունը բերել է Նախալքալակ, եղել է վերացական, եկել է ռուսական կայսրություն, հետո դարել է Վրաստան, հիմա անկախ Վրաստան, էրզրումցիներ, ախալքալացիներ, հիմա դա ինչ շուն է, այդ շունը Էրզրումում դրա բանը, հարազատները, եղբայրները կոչվում են կանգալ, վրացիք այդ շունը Վրաստանում անունը դնում են Նագազի, հայերը դրան ասում են Գամփր, միգուցե այդ շները գնում են թուրքերի մոտ կամ թուրքերից էլ հայերին, որտեղ թուրքերն ավելի շատ են անասնապահությամբ զբաղվել եւ ավելի շատ նրանք են այս հարցի մեջ խորացած եղել։ Եկել եկեք իմանանք էլի։ Ամենաշատ թուրքերն են անասնապահություն արել, քրդերն են արել իրանց մոտ էլ։ Նրանք էլ ամեն մեկը մի անուն տալիս են այդ շանը։ Հիմա այդ նույն շունն է, ուրիշ շներ չեն։ Ամեն մեկ իր անունն է տալի, դրա համար երբ որ այս չորով հայկական գամփր, կարանք ուրեմն սա հայկական գամփր են։ Եթե տենց ոչ թե միայն հետ սովետական կոլխոզի շներն են հայկական գամփ, որտեղ հետ սովետական կոլխոզի շները Վրաստանում էլ, Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ նույն շներն էին։ Դաղստանում էլ եւ այլ։ Էսի մի հատ ուրիշ պատմություն է, ժողովուրդ այս հարցի մեջ այնքան եմ խորացած, այնքան կարամ խոսամ, որ էլ չասած։ Գրականությունով 1920-ականներից սկսած, լավ։ Պատմական անցյալ Ասորեստան մեր թվարկությունից առաջ Իրան, ոբշմ, այս ամեն ինչի մասին շատ կարամ խոսամ, հիմա կենտրոնանանք մեր հարցի շուրջ։ Ահա նրանք ովքեր պահում բուծում են միայն տեսքի վրա, նայում են, սիրուն էլի, սև մռութ էլի, վերջ։ Բայց այդ շները մի քանի սերունդ հետո ես տեսել եմ այդ շներին, ան վաբշե նրանք գելխեղտի բան չեն։ Կարան մեջները լինեն։ Մի օրինակ գիտեմ, հենց այդ տեսակ բուծված ֆանտաստիկ գոտեմարտանող, ֆանտաստիկ, այդ տեսակ բուծած շունը, եղե, ֆանտաստիկ գոտեմարտանում, որպեսզի պատկերացնեք ժողովրդի մեջ ոնց է նստած համակրանքը սերը շների և գոտեմարտի նկատմամբ, սպասի այդ մանթաշչի շան անունը ոնց է, Բաստր էր, եթե տղեկ սխալ կասեմ կներեք էլի, մի խոսքով Բաստր անունով շուն է լինում, այդ անկախության տարիների սկիզբն է լինում, թե այդ շրջանը մի խոսքով։ Լեգենդար շուն, ամբողջ շնասեր համայնքը գիտի, որ Բաստրի պես գոտեմարտող շուն չկա։ Մի խոսքով մի օր լոռիում թե որտեղ վարորդը եթե չեմ սխալվում մանթաշչի, մեծ մանթաշից ալնում Բաստրը, եթե սխալ կասեմ տղեկ, կներեք, այնքան ժամանակ սրանով չեմ զբաղվել, որ մտքիցս թռել արդեն այդ լրիվ պատմությունները։ Հա, ուրեմն գայշնիկը կանգնացնում է վարորդին, բանը, դու խախտում արել, բան, այնա պետք է տուգանի կամ պետք է փող տա, բան, բա ասում եմ որտեղից ես, ու փաստաթղթերն ա վերցնում, որ նայ, ասում եմ մեծ մանթաշից, ասում եմ յո։ Դու Բաստրի զեմլյակն ես փաստորեն, ասում եմ հա, փաստաթղթերը հետա տալի, չես տալի, ասում եմ բարի ճանապարհ։ Եթե դու Բաստրը շունը, եթե դու Բաստրի գյուղացին ես, համագյուղացին ես, ապա քեզի չես տալի ու ճանապարհում են։ Հիմա էլ շատ մարդկանց ճանաչում են իրանց շնով։ Շունը այնքան հեղինակություն ունի, չեք պատկերացնի ժողովուրդ։ Շունը նենց հեղինակություն, այսինքն եկանք արդեն կենթանասերների դաշտ մի քիչ։ Կենթանասիրությունը իհարկե այն ինչ անում են, անունով ասեմ, Օվսաննա ենք, դա Օվսաննայի արածը գոնե, թեև այսօր ուրիշ բաներ լսեցի հայոյանքներ, մայոյանքներ, որ Օվսաննան չէր իհարկե։ Օվսաննայի արածը ես հասկանում, դա լուրջ կենթանասիրություն է, դա լավ, դա լուրջ նա սիրում է կենթանուն ու բնությունը, բայց կենթանուն ու բնությունը սիրում է նաև այն մարդը, որը ոչ թե վայ շունո, պուպուշա, մեղկա, այլ ով խոնարհվում է շան առաջ, մեծարում է նրան, ընդունում է իրան հավասար։ Սրանք տարբեր ռեժիմներ են, մի օր սրա մասին կխոսեմ, հավասարը ճանաչելու առանձնահատկությունը։ Նայեք, իսպանացիները կորիդայի արդյունքում, ցլամարտի արդյունքում, կա չէ տենց բանը, խնայել, գթալ տարբերակ, կորիդան դա ցլին հնարավորություն են տալի, ցույց տա, աղ չեմ ուզում եք գով, լավ երկու բառ ասեմ, ամբողջ աշխարհում անասունին մորթում են սպանդանոցներում, իսպանացիները դա համարում են անպատիվ բան ցլի համար, ուժեղ ցլի համար, անպատիվ բան սպանդանոցում մորթվելը,
Եվ նրանք ասում են, պիտի ցլին հնարավորություն տաս, որ նա մտնի արենա, ասպարեզ, եւ դրսևորի իրան։ Եվ եթե ընկնում է, այսինքն ոչ թե մորթվում, այլ ընկնում է մարտում, այստեղից է գալի ցլամարտը։ Դա այն մեծ պատիվն է, որ մարդիկ այդ մշակույթում դուք կարաք չընդունեք ու չընկալեք նույնիսկ։ Դա այն մեծ պատիվն է, որ ցլին տածում են մարդիկ։ Բոլոր ժողովուրդները բացի հինդուիզմից, հնդիկներից, բացի հինդուիզմից, բոլոր մշակույթներում են անասուն մորթում։ Հայաստանում էլ։ Մեկը չի կարա գնա Սպանդանոցը շրջապատի, ոստիկան կանչի, ասի եկեք ստե ցուլ են մորթում։ Եվ միայն իսպանացիները ասել են դա վարկաբեկում է, այդ ցլի հպարտությունը, եթե նա այդ տեսակ ցուլ է, ու այդպես առանձին ցեղատեսակ են ստացել կորիդայի ցլերի։ Իսկ այն ցլերը, որոնք առան բացառիկ արժանապատիվ, չհանձնվող վարքագիծ են դրսևորում կորիդայի ժամանակ, նրանց ներում է շնորհվում ու նրանք ամբողջ կյանքը առոք փառոք ապրում են որպես տոհմային նահապետ։ Իրանցից սերունդներ են ստանում որպես տոհմային նահապետ։ Սա ուրիշ մշակույթ է, ուրիշ վերաբերմունք է կենդանու նկատմամբ։ Բարեբախտաբար մեր մոտ կորիդա չի։ Բարեբախտաբար։ Մի բան էլ ասեմ, այտենց հա ու որ փողով է, մի քանի բաներ ասեմ, միֆեր։ Նախ փողով չի։ Մրցաշարներ եթե կազմակերպում են, ապա ամեն մեկը կարա ինչ որ գումարով այդ մրցաշարի կազմակերպմանը, որ լինելու է բավականին տևական, ներդրում անի։ Բայց գրազ, բան չկա, եւ հնարավոր է պրեմիա, այսինքն վերջին հաշվով ում շունը հաղթեց, եղավ ամենատեստերի մեջ պարզվեց, որ ամենաբարձրն է, նրան որոշակի մրցանակ են տալիս։ Այսինքն դա մրցանակը կարա լինի, չգիտեմ, ասենք, գովասանագիր, կարա լինի, չգիտեմ, ես ինչ որ ասում եմ ամբողջ տարածաշրջանի համար, եւ Ռուսաստան, եւ միջինասիական երկրներ, մեկին կարան ձի տան, այն մեկին կարան, չգիտեմ, կվադրոցիկլ տան, այն մեկին կարան, ասենց բաներ կա, բայց գրազ չի սա, գրազով խաղ չի, նույն կերպ ոնց որ դու պիտի գնաս, չգիտեմ, Miss Հայաստան մասնակցես, ինչ որ ներդրում բանը, մուտքավճար պիտի անես։ Ինչի համար, որպեսզի ամբողջ եղած չհավաքեն գնան իրանց շների։ Միայն տանեն այնպիսի շուն, որը ունակ է գոտեմարտի, հավես ունի գոտեմարտի։ Որտեղ մեկը կարա առանց հասկանալու տանի շան ասի փորձեմ տենամ ինչ կլինի։ Շունը պիտի որոշակի գրագիտություն ունենա գոտեմարտի, նոր մտնի։ Եվ եթե դու վստահ ես քո շան գրագիտության վրա, ապա մի կողմ քաշվի։ Այդ իսկ պատճառով որոշակի այսպես շեմ կարա լինի ներդրում անել, նոր մասնակցել։ Եվ վերջինաշով կազմակերպիչները բավականին մեծ աշխատանք են անում, դա էլ առանձին պատմություն է։ Գրած չկա, տեսա մեկ։ Երկրորդ, պարտվող շներին իբրև թե վերացնում են։ Ուրեմն պատկերացրեք, ամեն տարբեր չեմպիոնատներ կան։ Երևի մեր տարածաշրջանում ընդհանուր առմամբ երևի մի 20-30 չեմպիոնատ կլինի։ Լավ 15-ից 20 չեմպիոնատ կլինի։ Դա խոշոր չեմպիոնատների մասին եմ ասում, որ ամբողջ համայնքը դիտարկում է դա, գիտի։ Այդտեղ լինում է 1-2 ֆինալիստ, որից մեկը հաղթում է։ Այն մնացած շներին ինչ են անում։ Ոչ մի բան։ Տիրություն են անում։ Այդ որ շունը վատ է եւ այդ շանը չեզոքացնում, դες բան գոյություն չունի, բացառված է։ Եթե հնա եղած է լինի 1-2 դեպք տասնամյակների ընթացքում։ Գամփր սիրողները բացառված, ավելին հովիվների մոտ միշտ խնդիր կա։ Չոբանը, ասենք 5 շնով բարձացավ սար, կարող է նա իջնի 3 շնով։ Երկու շունը, որը հիվանդանում է, որը, չգիտեմ, օծնա կծում, որը գելի բաժինա դառնում, միշտ հովիվների մոտ շան պահանջ կա։ Ու հովիվը հավես չունի այսքան ձակ վերցնի, մեծացնի, հասցնի նոր աշխատող շուն դառնա։ Հովիվները հաճախ, այդպես պատրաստի մեծ շները, օրինակ գոտեմարտի տեղ գալիս են, ինչ որ մեկը, եթե հանգարց ուզեցավ այդ շնից ազատվի, օրինակ, միացած բարձր գոռում է, ով է ուզում։ 5 հոգի ձեռ է բարձրացնում։ 5 հոգի, 10 հոգի։ Այդպես բան չկա, որ
Տեսել եք, չէ, շներ են գտնում բանը, գցում են, ասում են, ով կարագա է շանը որդեգրի եւ այլ եւ այլ։ Գելխեղների մեջ տես բան չկա։ Եթե այդ շունը, որովհետեւ շունը ոչ միայն իր ներկա վիճակով է արժեք, ինքը արժեքը նաեւ իր գենետիկայով, իր տոհմածառով։ Եվ մարդիկ կարան, այո, պարտված շուն է, բայց արումները լավն են։ Ինքը փառահեղ տոհմածառ ունի։ Այդ շանը տանում են մարդիկ եւ այդ շանից ծերունդներ են ստանում։ Նա փառահեղ գենետիկ ֆոնդ է իրանում կրում։ Այսինքն չկա այդ բանը, որ կրված շնից, որտեղ շների մեծ մասը կրվում են, գրեթե բոլոր շներն են կրվում։ Գրեթե բոլոր։ Հատուկ այդ շներ կան, որոնք չկրվում։ Ոնց կրա, դա շուն չէր մնա, եթե լիկվիդացնեն, հա։ Դա էլ է միֆ։ Դաժանությունը ասեցի, երբեմն ելնում են փիս կտրվածքներ, արյունահոսություն, դե բնականաբար այդ ժամանակ դադարեցվում է մարտը, արյունահոսությունը դադարեցվում է մի խոսքով։ Համարյա շուն չի սատկե գոտեմարտի արդյունքում։ Համարյա։ Ինչի եմ ասում համարյա։ Էլի տարածաշրջանով մեկ եմ ասում, ժողովուրդ, տարածաշրջանով մեկ։ Շունը գիտեք երբ կարա սատկի, գոտեմարտից հետո։ Եթե գոտեմարտից հետո հազվադեպ դա պատահում է, շնչարկելություն է լինում, այսինքն շնչարկելություն է լինում, այդ շնչարկելության ժամանակ փակ տարածություն մեջ դնեն շանը, օդի դոստուկ չունենա։ Դա հիմնականում է բագաժնիկի մեջ կարա գոտեմարտից հետո չհամբերեն շունը վերականգնվի, բագաժնիկի մեջ կարա խեղդվի շունը։ Տես ինչ եմ ասում։ Իսկ դա ամբողջ մեր տարածաշրջանում մարտների վրա հաշված դեպքեր է եղել տենց բան։ Խոսք է գնում այն պաշտոնական օֆիցիալ կազմակերպվող գոտեմարտերի մասին, որոնց ես տեղյակ եմ։ Ինչքանով որ ես տեղյակ եմ։ Իսկ շնասերների համայնքը տեղյակ է գրեթե ամեն ինչից, ամեն օր։ Եվրոպական արևելյան Եվրոպայի երկրներում էլ էս ամեն ինչը տեղ ունի եւ գոյություն ունի, դա էլ ասեմ։ Լուրջ բուծարաններ կան այնտեղ։ Այս ամեն ինչն էլ գոյություն։ Բայց որպես ազգային մշակույթ ճապոնացիներն են ներկայացրել։ Եվ ես առաջարկում եի ժամանակին սա այդպես ճապոնացիների նման ձևակերպենք, ընթացք տանք, որպես մշակույթ, ով ուզում է թողա մասնակից լինի, նայի, ով չի ուզում, թող չգա, բայց պիտի բացատրես ինչա կատարվում։ Ես հին օրինակ եմ բերել միշտ 1000 ներողություն, էլի երեխեքին տարեք, չնայած այս ժամին երեխեքին ինչ գործ ունեն արթուն լինեն։ Ուրեմն կին եւ տղամարդ, երբ որ իրար հետ իրար սիրում են, այդ պահին կարա այնպիսի ձայներ գա, որ դրանից չհասկացող երեխան լսի, իրան թվա թե ընդ բռնություն է տեղի ունենում։ Կներեք ես համեմատության համար։ Այդպես է շան գոտեմարտերից չհասկացող մարդիկ կողքից որ նայում են ու այդ տեսանյութերում էլ նայեք։ Մի հատ այդ շների վրա նայեք, կարա ինչ որ պուճուր արյան հետ քլի, որ մոտիկից երևա, բայց տեսանյութերում նայեք այդ շների վրա մի հատ արյուն տենում եք։ Մի արյուն տենում եք այդ շների վրա, կամ այդ կպնում են իրար հետ, մի հատ ձեն տենում եք։ Հələ մի հատ ձենը անջատեք, ֆոնը անջատեք, որ դա տենց բանը կողից որ ասում են դաժան էս կո, մի հատ նայեք, եթե նայել եք այդ տեսանյութերը։ Մի հատ նայեք, ասենք խաղալուց շատ է տարբերվում։ Այո, դա խաղ չի, դա շատ լուրջ բան է։ Բայց դա ինչ էլի որ հերձում են իրար։ Դա էլ չի։ Երկրորդ, չկրվող շանը դու չես կարա կրվածնես։ Այդ շուն կրվածնել հասկացողությունն ինքնին անհեթեթ է։ Անհնար է չկրվող շանը կրվածնել։ Եթե չկրվող շանը հնարավոր լիներ կրվածնել, հիմա բոլոր շնատերերը չեմպիոնների տերեր էին։ Անհնար է։ Դա ձի չի, որ ճիպոտես գնա։ Բնույթը այդպեսին չի շան։ Դա ձի չի, որ սանձես ու գնա։ Դա կամ ինքը բնուց իր ներսից հաղթահարում է այդ կամ չէ։ 1000-ից 1 գիտեք ոնց է ալնում։ Երբ որ երկար ժամանակ շունը նստած է ալնում, այսինքն երկար ժամանակ պարապա մնացել, առաջի անգամ բերում ես գոտեմարտի տեղ, կարող է մի քիչ անհավես գնա։ Լինում է տենց բան։ Այդքան էլ լավ չենք նայում դրան, ասում ենք բրթելով է խոդը գնում։ Այսինքն ինքն իրանով չի մեկնում, չի հարցակվում, պետք է բրթես, տենց պատահում է։ Երկար ժամանակ նստած շունը կարա տենց պահի իրան, թեթև հետևից բան անես, ձեռ տաս, հրես։ Շանը հնարավոր չի կրվածնել։
Եթե մարդ կա աշխարհում տիեզերքում, որ կարա շունը կռվածնի, ես մի քանի օրինակ կարամ բերեմ, էլի տեստային բժիշկով բանով եկեք հանդիպենք, տանթո կռվածնի տենակ այդ ոնց է կռվածնի։ Անհնար է։ Շունը ձի չի, ճիպոտես չի գնա։ Հակառակը նա պետք է միջից լինի, կապը հանես, հակառակը չես հասցնում կապը հանես։ Չես հասցնում կապը, չես կարում այդ վզկապը, ոնց է անում։ Չես կարում ռեմենը հանես, չես հասցնում, տանում է քեզ։ Այտենց պետք է լինի գել խեղտը, գել խեղտի մասին եմ խոսում, այ ընկեր։ Իսկական գել խեղտի մասին, իմ շան մասին եմ խոսում։ Բա շունը քեզի չվերցի տանի, բա դա ինչ շուն է։ Բանա շուն տենա, բանա կատու տենա, բանա օտար տենա, իրան չուտի, բա դա ինչ շուն է։ Դա կվարձիրայի շուն չի է։ Եվ այդպես շներից էլ սերունդ են ստանում։ Հիմա գանք օրենսդրական կարգավորումն, եթե ես էլ եմ ասում, որևիցե կուսակցություն չեմ ներկայացնում, ստեղ իմ անունից եմ խոսում։ Ժողովուրդ ջան, այս հարցը պետքա կարգավորի օրենսդրորեն։ Նախ պետքա կանոնակարգվի գոտե մարտերի անցկացումը, արգելել հնարավոր չի, եւ ընդհանրապես ինչ իրավունք ունես արգելես դա։ Հասկացա, որոշակի խումբ մարդկանց դա չէ, դուր չի գալի։ Մյուսներին էլ դուր է գալի։ Ոնց է այսի կարգավորում։ Նման դեպքերում գոյություն ունի պետություն եւ օրենք։ Այս պետությունն ու օրենքը դրա համար են, որ մարդկային տարաձայնություններ եւ վեճերը կարգավորեն։ Սկզբում կարգավորում է օրենսդրորեն, հետո վեճերի դեպքում դիմում ենք դատարան։ Այս հարցը պետք է կարգավորվի, սա չի կարա մեկի քմահաճույքով լինի։ Ահռելի հանրություն է, գելխեղտ բուծող հանրությունը։ Պրոբլեմն ինչու՞մ է։ Հիմնականում գյուղացի մարդիկ են ասում են, ախպեր, մեզ պետք չի, մեզ հետաքրքիր չի, հավես չունեն, քաղաքականապես լիցքավորված չեն։ Երկրորդ իրար մեջ շատ պառակտված հանրություն է, շատ պառակտված։ Այսինքն բոլորով հավաքվեն մի բան անելը դրանց մոտ տարօրինակ բան է։ Ամեն մեկը մեկից մի հատ նեղացկոտություն ունի, ամեն մեկը մեկի հանդեպ մի գալաթարել է, ամեն մեկը մեկի դեմ մի բան ունի, էս էլ սենց։ Այսինքն այդ մեծ համայնքը բավականին պառակտված համայնք է։ Եվ քանի որ ինքը ասեցի գալիս է ավելի տենց մշակութային շերտ է ինքը կամ ենթամշակութային շերտ է, գնալ ինչ որ օրենսդրական հարցերին խառնվել, ինչ ուզում են թոնդե որոշեն։ Իրանք ստեղ իրանք անասունն են պահում, իրանք շունն էլ երբեք պետք է իրանք բան կպցնում են։ Այսինքն գոտե մարտի են տանում։ Երբ ուզում են։ Իրանք ոչ մի բան հետաքրքիր չի։ Սենց միջադեպերի ժամանակը իրանք մտքին հասնում, որ վայ քո արա։ Փաստորեն պետքա սրանով նորմալ զբաղվել։ Թե որքան գիտեմ, այդ դեպքում, կոնկրետ սպիտակի դեպքում հասարակական կազմակերպությունը ունի թույլտվություն զբաղվելու տեստային, եթե չեմ սխալվում, ժողովուրդ, այսինքն բան չանեք վաղը դեմս դնեք, համենայնիվ հասարակական կազմակերպության կողմից է դա արվել, որքան գիտեմ։ Եվ այդ հարցը հələ պետքա պարզաբանվի։ Այդ օրենքը, որ գրում եք այդ արգելով, ժողովուրդ ջան, պետք է ես մյուս կողմին էլ լսեք, հարգելի դեպուտատներ։ Ես գիտեմ դուք ընդից գրանտ եք ստացել, իսկականից էլ ու դու պետք է այդ բանը, օրենքը մտցնեք ու վերջ։ Հա բայց կներեք, հիմա մենք ինչ անենք, ումից այդ գրանտ բերենք, որ ասենք այս հարցը նաև դիտարկվի այլ կողմի շահառուների իրավունքները, պահանջները, սովորությունները եւ այլն։ Ումից այդքան գրանտ բերենք, ձեզի տանք, ուտից փող հավաքենք այդքան ձեզ տանք, որ դուք մի հատ էլ էդի ընդունեք։ Ու այդ ահռելի գումարն են փաթեթով ա եկել, մի հատ մեծ փաթեթ ա եկել, որ Հայաստանում պիտի էս օրենքները լինեն։ Ու դրեք չոր տապարով կդրել են։ Արգելվում է եւ վերջ։ Ոնց է արգելվում։ Ոնց է արգելվում։ Հիմա իմ հայատ երկու շուն, հիմա հանեն երկու շուն ենթադրեն, կարան իրար կպնեն։ Ինչ ես արելու, գալու ես ինձի դատես, չի ասում, իրավունք չունես դա անելու։ Դա պատահում է, ժողովուրդ։ Լավ, չի կարելի կազմակերպել։ Հասկացան։ Այսինքն դառնում է, ընդունում ենք, որ այլևս գելխեղտը դեկորատիվ շուն է։ Տենց պայմանավորում ենք, որ դա գնում է դեկորատիվի։ Ոնց ենք անում։ Ինչու ճապոնացիներին կարելի է, հայերին չի կարելի, վրացիներին չի կարելի։ Ինչու։
Ճապոնացիները մեզանից ինչով են լավ։ Պակաս զարգացած երկիր են, պակաս աշխարհով մեկ հայտնի իրանց մշակույթը ներկայացնող երկիր են, աշխարհով մեկ իրանց գիտությունով ու չգիտեմ արտադրությամբ, տեխնիկայով հայտնի երկիր են։ Բան չի ճապոնացիներին կարելի է, այդ որ ասում եք այտենց ուղղակի ճապոնացիները այդ ամեն ինչը ավելի գեղեցիկ, ավելի հարուստ, ավելի մշակութային զարգացրել են։ Ես էլ եմ ուզում մեր մոտ տենց լինի։ Ես էլ համաձայն չեմ այտենց փնթի ցեխերի մեջ բանը վիճակներին, բայց փող է պետք, ներդրում է պետք։ Մի քիչ էլ օրենսդրական կարգավորում է պետք։ Եթե օրենքը սահմանի նորմեր, այնց մրցավարներ կան, էդ էլ ասեմ, այնց մրցավարներ կան։ Այդ թվում իմ ընկերների մեջ։ Պետք չի բոյը հարցնի այն դե, որ ակնհայտ շունը հաչա կամ բանանի, որ հասկանան պարտված է։ Նա հիմա արդեն գիտի, ինչա տեղի ունենալու ենթադրենք 30 վայրկյանից կամ 1 րոպեից։ Գիտի։ Այդ մրցավարներին կարելի է կարգավիճակ տալ, միայն իրանց մասնակցությամբ թույլատրել, այսինքն լինեն որոշակի լիցենզավորված մրցավարներ եւ անասնաբուժներ, որոնք հենց դրա ժամանակ։ Ճապոնիայում ոնց են անում, լսի նոր հեծանիվ պետք չի օրինել։ Ոնց Ճապոնիայում են անում, այդ տրամաբանությամբ, բայց մեր մոտ ոչ թե սումոյա, այլ կոխա, գյուլաշը։ Որս հարցը պետքա լուծվի։ Այդ օրենսդրական, որ արգելվում է եւ վերջ, դա լուծում չի կարա արգելվի։ 1000 տարվա մշակութային ու այն բանն ասում, Տերյանն ասում է մի խառնեք մեզ վայրի արջի ձեր ցեղերին։ Ամեն անգամ ինչ շատ կարելի է Եվրոպայից, Արևմուտքից վերցել ինչ-որ մի հատ արատավոր երևույթ, բերել ու մեզ այդ արշինով չափել։ Այդպիսի արատավոր երևույթ է, էլի օրինակ ասեցի, վակցինացիայի դեմ այդ անտիվաքս բան։ Այստեղ ոչ ոք վակցինացիայի դեմ չէ։ Սովետը այնքան անենց է բոլորին կրթե դաստիարակ է, որ այդ մշակույթը պատվաստելու սուսպուս մարդիկ անում էին։ Մեկ էլ եկան գարդասիլը գցին մեյդան, սկսան էս անել, այն անել, ժողովուրդը սկսեց կամաց վակցինացիայի դեմ խոսալ։ Այվն չի բզբզում այ մարդ։ Արևմտյան արատավոր բաներ կան, հասկանում եմ։ Այդ որոշակի դրա թույլ դրսևորում կարա մեկ մոտ լինի։ Ժողովուրդը եկնես նուրբ հետի լուծենք, որ բանը չհասնի այս տեսակ մեծ հակասությունների։ Արևմուտքն է սուսպուս առանց հասկանալու ուղղակի ուղարկում է պատվերը, գրանտը ուղարկում ասում, էսի արեք։ Նրանք է փողի խաթր ինչ ասես կանեն։ Ինչ օրենք ասես կգրեն փողի խաթր։ Ես ինքս շնամարտերին դեմ եմ։ Ես ինքս դեմ եմ կենթանու նկատմամբ դաժան վերաբերմունքին։ Բայց ես դեմ եմ գամփրին վերաբերվել որպես սովորական, ինչ ասեմ, պուպուիշա, մեղկա, ես այդպես չեմ ուզում գամփրին վերաբերվել։ Զրադաշտական Իրանում շունը միակ կենթանին է եղել, որ մտել է դրախտ Աստծո մոտ։ Զրադաշտական Իրանում շան նկատմամբ վերաբերմունքը, դաժանությունը, հանցագործը պատժվել այնպես, ինչպես մարդու նկատմամբ։ Շատ ծիսական արարողություններում, եթե պարտադիր է եղել ենթադրենք երկու մարդու գոյություն, չգիտեմ, այսինքն մարդու գոյություն, շան գոյությունը համարվել է մարդու գոյությանը համարժեք։ Այսինքն երկու հոգով օրինակ պետքա դիակը տանեն ինչ որ տեղ դնեն, եթե մի հոգով է տանում հետը շուն կա, հավանվում է երկու հոգի, ծիսակարգ կա տեղ։ Շանը այսենց մեծարել են, այսենց տեղ են տվել, այսենց հարգել են, շանը դիտարկել են հավասարը հավասարի։ Ես չեմ կարող գամփրին այդպես չդիտարկել։ Բայց լավ է, իմ կարծիքն է, ժողովուրդ, եկեք էլի անում, երկու կողմ կա հարցի։ Կենթանասերներ, ովքեր իրավունքների, շան իրավունքների մասին են մտածում եւ կարծում են, որ շունը պետք է լինի բացառապես դեկորատիվ կենթանի, եւ կենթանասերներ, որոնք մտածում են, որ շունը պետք է լինի ֆունկցիոնալ, աշխատող կենթանի։ Եթե գելխեղտը աշխատող է, ինքը կռիվ անել պիտի իմանա։ Ինքը տեխնիկա պիտի իմանա։ Էդի ոնց է լինում, էդ էլ ասում, դա միայն տեստավորում չի, որ ստուդիան շանդուղը։ Դա տեխնիկա է, օրինակ, ոտ մտնելը։ Շատ շներ կան, որ ոտ չեն մտնում։ Հիմնականում գամփրին բնորոշ չի ոտը բռնել։ Ոտը բռնում է վերջում, երբ որ չի հանձնվում, ոտը մի հատ թափ է տալի, որ ցավացնի նա հանձնվի։ Բայց կամած շներ կան, որ խաչատ ունեն ոտից սկսելու։ Ես համարում եմ դա դաղալություն, բայց
բայց սա չի ընդունվում Գամփրասեր համայնքի կողմից։ Այն մյուսը նրա քաշած պրյոմից սովորումը ամեն անգամ, ամեն գոտեմարտից հետո դիմացինի քաշած պրյոմներից այս շունը պրյոմա սովորում։ Շներկան շատ կրեատիվ են, շատ։ Ամեն անգամ ինչ որ պրյոմ են հորինում, իրանք են հորինում։ Ամեն գոտեմարտից հետո ինքը մի պրյոմ ավել գիտի։ Պրյոմա հորինում, այսինքն դա նաև վարժեցնելու ձև է, տարբերակ է։ Այս երկու տարաձայնությունը կա։ Եվ ես կարծում եմ չեն կարա արգելեն, որ շունը պետք է լինի ֆունկցիոնալ։ Շունը պետք է լինի աշխատող, շունը պետք է լինի գոտեմարտող։ Բայց ես ընդունում եմ նաև, որ այստեղ ամեն ինչ չի որ նորմալ է։ Ընդունում եմ նաև, որ այստեղ պետք է օրենսդրական կարգավորում լինի։ Եվ որոշակի կարգ ու կանոն պետք է մտնի այս հարցի մեջ։ Ով որտեղ պատահի չի կարա տենց ոնց ասեմ։ Մի քանի անհասկացող ջահելներ չեն կարող իրան շներին առնեն ընկնեն մեյդան։ Անպայման պետք է այդ ամեն ինչը կարգավորվի։ Եվ պետք է դա անասնաբուժի հսկողությամբ լինի։ Հիմա խնդիրներ էլ կան, այնքան են փնովեք բանարը, անասնաբուժներն են բանանում, խուսափում։ Գիտեք ինչ հարց կա։ Ես այդ խնդիրն էլ ասեմ, որովհետև ոչ ոք սրա մասին չի խոսա։ Ուրեմն անասնաբուժների մոտ տարբեր մարդիկ կենթանի են ուղարկում։ Հիմա կենթանասերները, ասենք կենթանի իրավունքների պաշտպանները, անասնաբուժի մոտ կենթանի են, չէ՞, տանում կամ խորհուրդ են տանում, որ տանի։ Հենց իմանում են այդ անասնաբուժը ենթադրենք գամփրի վերքերն է բանանում կամ գնում է գոտեմարտի տեղը շան առողջության անվտանգության համար հերթապահում է, մասնակցում է։ Վերջ, ել նրան հիվանդ չեն ուղարկում։ Էլ կենթանի նրա մոտ չեն ուղարկում։ Ուզած չուզած բոլոր անասնաբուժերը վախում են այդքան գոտեմարտի տեղը, որպես բժշկական ծառայություն վերահսկողություն իրականացնեն շնորհքով կազմակերպելու համար մարդիկ վախում են։ Խի, որտեղ դա կիմանան կենթանասերները, այսպես ասած, կենթանիների իրավունքների պաշտպանները, ու էլ իրանց մոտ հիվանդ չեն ուղարկի։ Որտեղ այսօր կարակ տենակ, այնտեղ ասում են երեխայի ներկայությամբ Ես ձեր հույզերը հասկանում եմ, բայց երեխայի ներկայությամբ դե ասում եմ դուք գոտեմարտ եք անում, բայց դուք կենթանիների իրավունքների պաշտպանը, երեխան ավտոմեքենայի մեջ ասում է լրբի ծնունդներ։ Երեխա կա իրանց ավտոյի մեջ։ Իրանց ավտոյի մեջ երեխայի ներկայությամբ ու էլի ուրիշ գռեհիկ բաներ եւ հայհոյանք։ Այսինքն այդ էլ մի հատ ուրիշ հարց է։ Ժողովուրդ ջան, ոչ դուք եք պադառակ, ոչ էլ են մյուս կողմն է պադառակ։ Երկուստ էլ ձեր բզիկներն ունեք, երկուստ էլ ձեր թերություններն ունեք, երկուստ էլ ձեր չափազանցությունն ունեք։ Այս պետք է օրենքով կարգավորվի, բայց այնպես կարգավորվի, որ հաշվի առնվեն բոլոր կողմերի իրավունքները, բոլոր կողմերի պահանջները, բոլոր կողմերի արգումենտները։ Չի կարելի միակողմանի փաստարկների, միակողմանի միֆերի, որտեղ լիքը միֆեր կան, ասեցի, ես ներկա լինեմ, այնքան միֆ կբացահայտեմ, այնքան սուտ կբացահայտեմ, ել դու սուս։ Չի կարելի այդ միակողմանի օրենք գրել, որտեղ օրենքը բոլորի համար է։ Օրենքը մի խումբ ակտիվիստների կամ գրանտ տվող ինչ որ արտաքին պատվիրատուների համար չի։ Օրենքը բոլորի համար է։ Եվ որպես падգամավոր անպայման ես այս հարցով կզբաղվեի, ամբողջ խորությամբ այս հարցով կզբաղվեի։ Գոտեմարտերը պիտի լինեն, բայց դա պիտի լինի խիստ կանոնակարգված։ Ավելին, դա ինքնին կլուծեր տարբեր տեղեր ծածուկ, թաքուն, առանց հսկողության, առանց կոնտրոլի գոտեմարտերի հարց։ Այդ հարցն է կլուծեր։ Շատ լուրջ այս հարցը կարելի է կարգավորել, բարդ բան չկա։ Եվ կարա նույնիսկ ներկայացի որպես մշակույթ, որպես առանձնահատկություն, տուրիստն էլ գա, ուզում եք ոնց որ Ճապոնիայում։ Ոնց որ Ճապոնիայում, այտենց էլ ստեղ, ինչի՞ չէ որ։ Բայց սա արդեն մի քիչ խորը հարց է։ Էսի չեմ պնդում։
Ճապոնիայի օրինակի նման, որ այդ թվում տուրիստներ գան, տեսնեն, սա չեմ պնդում։ Բայց առնվազն մարդիկ իրենց բուծարաններում կամ նրանք, ովքեր գամփրի բուծմամբ են զբաղվում, գամփր են սիրում, նրանք պիտի կարողանան, նրանց ում շունը տոհմային նշանակություն ունի, տոհմային նշանակություն հասկանում եք, չէ՞, սերունդների համար բան է հանդիսանում, հայր է հանդիսանում, նահապետ է հանդիսանում։ Տոհմային նշանակության շների ընտրությունը պետք է իրականացվի, ով ասաց, որ դա պետք է կանխվի։ Բայց դրան շնորհքով ու կարգով պետք է մոտենալ, ոչ թե հռկոպալի ոնց պատահի։ Սա իհարկե այս տեսակ լուծումը չի գոհացնի եւ նրանց, ովքեր ուզում են բացարձակապես արգելել, եւ նրանց, ովքեր ուզում են ոնց ուզում են այտենց տանեն կպցնեն իրանց շներին։ Երկու կողմերս դա դժգոհ կմնան։ Բայց սա կլինի, ինձ թվում է, արդար լուծում։ Պետք է այս հարցը համակարգվի։ Այսօրվա համար թերևս այսքանը, ինձ համար հարցը շատ զգայուն է, շատ կարևոր է։ Ես չեմ կարող այս հարցը անտեսեմ, եւ ես կրկնում եմ, երևի հազվադեպ հազվագյուտ մարդկանցից եմ, որ հարցի երկու կողմն էլ շատ լավ հասկանում է, զգում է, պատկերացնում է։ Բարի գիշեր ձեզ։